Զգույշ, զգույշ, անցյալը հիշեցեք եւ հեռուն նայեցեք։ Մի մոռնաք, որ Սուրբ Էջմիածինն է այստեղ։ Հայաստանն է այստեղ։ Այստեղ ամեն ինչ սուրբ է։ Այստեղ ամեն ինչ հավերժական է։ Վազգեն առաջին, կաթողիկոս ամենայն հայոց։ 56 տարի առաջ ճիշտ այս օրը, սեպտեմբերի 30-ին, Էջմիածնում գումարված ազգային եկեղեցական ժողովը ամենայն հայոց կաթողիկոս ընտրեց Վազգեն Պալճյանին։ Հայոց 130-րդ հայրապետը ծնունդով Ռումինիայի Բուխարեստ քաղաքից էր, արհեստավորի ընտանիքից։ Աստվածապաշտ ծնողների որդին նախ Բուխարեստի պետական համալսարանն է ավարտել, մասնագիտացել մանկավարժության եւ փիլիսոփայության մեջ, ապա ստացել վարդապետի աստիճան, իսկ 1951 թվականին եպիսկոպոսի։ Վազգեն Վեհափառը հայ ժողովրդի ամենասիրելի կաթողիկոսներից էր։ Նա երջանկությունն ունեցավ տեսնելու Հայաստանի անկախությունը, լինել նրա առաջին քաղաքացին։ Պատահական չէր, որ Վեհափառի ծննդավայր Ռումինիան առաջին պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Վազգեն առաջինը հսկայական ավանդ ունի Հայաստան-Սփյուռք համագործակցության միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ Գահակալության 39 տարիների ընթացքում նա 3 տասնյակից ավելի հովվապետական այցերով եղել է աշխարհի տարբեր երկրներում, համախմբելու հայ ժողովրդին ու բարեկամական հարաբերություններ հաստատելու այլ կրոնների ժողովուրդների հետ։ Երջանկահիշատակ կաթողիկոսն աննկարագրելի գործունեություն է ծավալել հայոց պատմության ձեռագիր բազմաթիվ մատյանների, ավետարանների ու վավերագրերի պահպանության ուղղությամբ։ Վազգեն Վեհափառի օրոք են կառուցվել նահատակած հուշարձանը, Ալեք եւ Մարի Մանուկյան գանձատունը, Գալուստ Գյուլպենկյան վանատունը։ Հայրենասեր կաթողիկոսը միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Նրա տնօրինությամբ ստեղծվել է Արցախի թեմը։ Վազգեն Վեհափառն արժանացել է Հայաստանի ազգային առաջին հերոսի կոչմանը։ Հայկական պետությունը միակ իսկական ու ամրակուր պատվանդանն է հայոց հայրենիքի եւ ազգի գոյատևման եւ միակ ճշմարիտ գրավականը նրանց ապագա էլ ավելի պայծառ ճառագումի։ Այս համոզումով է ապրել ու գործել հայոց 130-րդ կաթողիկոսը։